Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մեր այսօրվա զրուցակիցն է մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Մարիա Շուքուրյանը։ Մարիա, բարով եք եկել։ Ողջույն, Մանուկ ջան։ Շնորհակալ եմ, որ ձեր գեղեցկությամբ, ձեր այսպես Miss Եվրոպա 2025-ի լենտայով եւ ձեր ներկայությամբ գեղեցիկ հետաքրքիր մթնոլորտ եք արդեն ստեղծել մեր տաղավարում, նախապես եմ ասում։ Եվ այսօր ձեզ համար հարցերի տեղատարափ եմ նախապատրաստել։ Պատրաստ եք այդ տեղատարափը ընդունելու։ Իհարկե։ Ուրեմն սկսենք։ Սկսեցինք։ Եթե կարողանայիր մեկ բան սովորել վայրկենապես, ինչ կընտրեիր եւ ինչու։ Երևի թե թռիչք առանց թևերի, ոչ միայն բառացի, այլև հոգեպես։ Կուզենայի ավելի ազատ լինել թե իմ մտքերում, թե օտար մարդկանց կարծիքներից, թե կասկածներից։ Ինչն է քեզ համար ամենից շատ ոգեշնչում մարդկանց մեջ, որոնց նույնիսկ չես ճանաչում։ Կասեմ բարությունը ու անշահավետ բարությունը, երբ որ մարդիկ քեզանից շահ չունեն եւ բարի են քո նկատմամբ, դա ինձ շատ է ոգեշնչում եւ ինձ համար դա երբ այդ ամենը տեսնում եմ, հասկանում եմ, որ մարդ լինելը ամենագեղեցիկ բանն է այս աշխարհում։ Շատ լավ ասացիք։ Ինչպիսին կլիներ քո օրը, եթե չունենայիր սոցիալական մեդիա։ Շատ ցավոտ։ Այսօրեական հարցը չէ։ Ճիշտ է։ Կարծում եմ ավելի շատ կշփվեի իմ ընկերների հետ, ընտանիքիս հետ եւ միանշանակ ավելի մոտ կլինեի բնությանը ու կվայելեի ողջ հումայքը։ Իսկ որ ավելի այսպես փորձենք անկեղծանալ, խանգարում է ըստ քեզ կոնկրետ քեզ սոցիալական մեդիա որպես երիտասարդ անձնավորության, թե օգնում է ավելի շատ այսօր։ Այսօրվա դրությամբ կարծում եմ 50-50, նայած թե ինչ է քեզ պետք, ինչ է հարկավոր, ցանկալի է երբեմն ազատվել սոցիալական մեդիաներից եւ հանգստանալ, բայց եթե դա քո աշխատելու գործիքն է եւ առօրյայում օգտվում ես դրանից, ուրեմն պետք է։ Պարզ է։ Եթե ունենայիր հնարավորություն ապրել մեկ օր որպես այլ մարդ, ում կընտրեիր։ Ինչ հետաքրքիր հարցեր եք տալիս։ Կուզենայի լինել Անջելինա Ջոլիի տեղում, քանի որ նրան շատ եմ սիրում եւ կուզենայի պատկերացնել, թե ինչպես է լինել համաշխարհային սիրված աստղ։ Մեր ճաշակները համընկան։ Իրոք։ Շատ լավ է։ Ավելի դրական տրամադրվածությունը ձեր նկատմամբ ավելի շատացավ, խոստովանություն։ Շատ հաճելի է։ Որն է վերջին բանը, որ քեզ ստիպեց ժպտալ անկեղծորեն։ Իրականում շատ դեպքերում եմ ժպտում, քանի որ առիթները շատ են լինում, բայց վերջին դեպքերից կնշեմ այն պահը, երբ ինձ փոքրիկ երեխա մոտեցավ ու ուղղակի ծաղիկ տվիրեց։ Դրանից իմ տրամադրությունը շատ բարձրացավ, ինքը ուղղակի տվեց այդ ծաղիկը ու գնաց, ուրիշ ոչինչ չասեց։ Դրանից իմ ժպիտը եկավ։ Ձեր ասածը ինձ տարավ այն մտքին, որ մեկ-մեկ շատ պարզ ու հասարակ բաների մեջ կարելի է շատ մեծ մարդկային, չգիտեմ, տիեզերք տեսնել, որը մենք չենք կարողանում շատ հաճախ տեսնել, այ մի հասարակ ժպիտ, մի բարի խոսք եւ կյանքը կարող է վերափոխվել, չէ՞։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ։ Ինչպես ես վերաբերում ձախողումներին, արդյոք տեսնում ես դրանք որպես դաս, թե որպես խոչընդոտ։ Շատ հետաքրքիր հարց է։ Ձախողումները ինձ համար նման են փշե ծաղիկների, իրականում շատ ցավոտ են, բայց հենց դրանց շնորհիվ է սովորում գնահատել կյանքի իսկական հաղթանակները։ Շատ լավ։ Եթե ունենայիր 1 րոպե ուղիղ եթերում ողջ աշխարհով կիսվելու, ինչի մասին կխոսեիր։ Կխոսեի
բարության մասին, որպեսզի մարդիկ լինեն ավելի բարյացակամ միմյանց հանդեպ, սիրեն միմյանց, քան թե տիրեր ատելությունը ու պատերազմը։ Համակարծիք եմ ձեզ հետ։ Ինչ հաճելի է։ Շուրջ բոլորը պատերազմներ են դժբախտաբար, չէ, ցավոք սրտի, թող ձեր այս բարեմաղթանքը ազդի համաշխարհային, այսպես ասած, իրողությունների վրա։ Ամարիա, գիտեմ, որ ճանապարհորդական բիզնեսով եք զբաղվում։ Այո, տուր ղեկավար եմ, արտագնա տուրեր եմ տանում, արտագնա հայկական խմբեր եմ տանում Եվրոպա եւ այլ երկրներ։ Ուրեմն հաջորդական հարցերը մի քիչ, եթե կարելի է, այդ բնակավարին։ Իհարկե, սիրով։ Որ երկիրն է քեզ ստիպել վերանայել աշխարհանկալումդ։ Այ բազմաթիվ երկրներում եք լինում։ Այս դեպքում կնշեմ Իտալիան, քանի որ այնտեղի երբ գնում եմ Իտալիա, այնտեղի արձանները, կառույցները, շենքերը, այդ ամենը շատ հրաշալի էր տեսնել ու պատկերացնել, որ կառուցվել են սեփական ձեռքերով առանց նորանոր տեխնոլոգիաների։ Դարեր առաջ մարդիկ կառուցել են դա եւ ուղղակի անհնար է պատկերացնել, թե ինչպես են կարողացել այդ ամենը ստանալ։ Դա ինձ շատ է ոգեշնչում։ Դե Իտալիան մշակութային քաղաքակրթություն է, էլի չէ, բոլոր դեպքերում մեծ հզոր մշակութային քաղաքակրթություն։ Եղել է վայր, որտեղ զգացել ես, որ ամբողջովին կորել ես, լավ իմաստով իհարկե։ Այո, եղել է։ Որտեղ ես կորել։ Կորել եմ Մարոկոյում, երբ տեսա Հնդկական օվկիանոսը։ Այդ պահին ուղղակի ապշեցի, քանի որ առաջին անգամ էի տեսնում իրական օվկիանոս, սիրուն մայրամուտ եւ ուղղակի մոռացա թե ով եմ, որտեղ եմ։ Ամենագեղեցիկ բանն էր, որ տեսել եմ իմ կյանքում։ Ինչն ես միշտ վերցնում ճանապարհորդության ժամանակ, անկախ նրանից ուր ես գնում։ Ինչ եմ միշտ վերցնում։ Վերցնում եմ տանս բանալիները, որպեսզի միշտ հետ դարձի տեղ ունենամ ու հիշեմ, որ միշտ հետ գալու տեղ ունեմ։ Եթե ճանապարհորդությունը լիներ հույզ, որ հույզներ այն քեզ համար։ Երևի թե սերը, երբեմն մոլորեցնող, աննախատեսելի, բայց միշտ արժե զգալ դա։ Սիրո պակաս զգում եք, թե չէ, մեր իրականության մեջ եւ առհասարակ մարդկային փոխհարաբերություններում։ Փորձում եմ միշտ գտնել սեր ամենուր, թե առօրյայում եւ թե իմ աշխատանքի մեջ։ Ինձ համար դա ամենակարևոր բանն է։ Ինչ սովորություն կամ ավանդույթի ես սիրահարվել ուրիշ մշակույթում։ Եկեք նշեմ իսպանացիների սիեստան, դադարը կեսօրին, նրանք կեսօրին դադարեցնում են ամեն ինչ եւ այդ ամառվա տապին դադարեցնում են ամեն ինչ եւ դու հանդարտվում ես ու այդ հանդարտությունը զգում ես թե քո ներսում, թե դրսում եւ շատ կուզեի, որ այդ ավանդույթը Հայաստանում նույնպես բերեինք եւ լիներ դա։ Աստվածտալին է շատ խաղաղ հանդարտ ժամանակներ, չէ, որ այդ ավանդույթները եւ ամեն ինչը մեր Հայաստանում բոլորիս համար լինեն շատ ավելի հետաքրքրական, որ չմտածենք այլ եւ այլ խնդիրների մասին, այլ մտածենք հետաքրքրությունների մասին ավելի շատ։ Այո։ Որ քաղաքում կցանկանայի 1 ամիս ապրել որպես տեղացի, այլ ոչ որպես տուրիստ։ Որպես տեղացի, ոչ թե տուրիստ։ Այո։ Եկեք նշեմ Իտալիան կրկին, որովհետև ես Իտալիան շատ եմ հավանել, յուրովի եմ հավանել եւ մի որոշ ժամանակ նույնիսկ ապրել եմ այնտեղ եւ ինձ տեսնում եմ այնտեղ որպես նույնիսկ տեղացի, ինչ որ չափով նմանություններ եմ գտնում։ Բաց է։ Եթե կարողանայիր ճանապարհորդել ժամանակի մեջ, որ ժամանակաշրջան եւ որ երկիրը կընտրեիր։ Հարցաքննությունն ավարտվեց, վերջին հարցին էլ խնդրում եմ պատասխանեք, հետո կանցնենք ավելի ազատ զրույցի։ Շատ լավ։
Ժամանակաշրջաններից այս դեպքում կնշեմ ոչ թե անցյալն ու ներկան, քանի որ դրանք արդեն իսկ անցյալը պարզ է, ապրել ենք արդեն, ներկան կա, շարունակվում է եւ այս դեպքում կնշեմ ապագան, քանի որ ես շատ հետաքրքրասեր եմ եւ կուզենամ օրինակ իմանամ թե օրինակ 2050 թվականին ինչ փոփոխություններ տեղի կունենան Լոնդոնում։ Իհարկե, աստվածա դուք ողջ եւ առողջ բարեհաջող հասնեք 2050 թվականը եւ վստահ եմ որ կհասնեք եւ կտեսնեք թե Լոնդոնում ինչ փոխվեց։ Մարինա, Մարիա ներողություն, այ մեր իրականության մեջ լինել մոդել, մասնակցել գեղեցկության մրցույթների, ինչա ձեզ համար բոլոր դեպքերում, արդյոք որոշակի կաշկանդումների միջով չեք անցնում, հաշվի առնելով հայ իրականության որոշակի դրսևորումները, լավ իմաստով, թե վատ իմաստով պահպանողական եւ չեք հանդիպել ձեր այս կարիերայի ընթացքում եւ ասենք ունեցել եք հաջողություններ, չէ՞ մի քիչ խոսեք ձեր հաջողությունների մասին, ձեր տիտղոսների մասին եւ այս ճանապարհին չեք ունեցել ինչ որ բարու եւ հոգեբանական ասենք խոչընդոտներ։ Որովհետև տեսեք, ասենք օրինակ մոդելին նաև մոտենում են որպես շատ ազատ մարդու, ազատ հագնվածքով, ազատ ասենք իր անձնային բարեմասնությունները ցուցադրող մեկին, արդյոք այդ պահը, այդ հոգեբանական բարիերները ձեզ չեն վնասել։ Եկեք սկսեմ սկզբից, մի փոքր պատմեմ իմ մասին ու փորձեմ պատասխանել ձեր հարցին։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց ժամանակ հետո ինձ տեսա ավելի շատ արվեստի մեջ եւ սկսեցի հաճախել մոդելային դպրոց։ Եվ դա ինձանից շատ ժամանակ չխլեց, ես սկսեցի առաջարկներ ստանալ նկարահանումների, սկսեցի մասնակցել տարբեր ֆեշն ցուցադրություններին եւ հետո առաջարկ ստացա մասնակցելու Top Model Հայաստան reality show-ին։ Եվ այդտեղից սկսվեց կարելի ասել իմ մոդելային կարիերան, ուղղակի այդպես ստացվեց, սիրելով այդ ամենը, որոշեցի ընդունել այդ առաջարկը եւ Top Model Armenia-ի reality show-ի ժամանակ դա տևեց 3 ամիս եւ այդ մրցույթում ես հաղթեցի եւ դարձա Top Model Հայաստան 2019 թվականին։ Այնուհետեւ դրանից հետո ինձ հնարավորություն ընձեռվեց արդեն համաշխարհային մրցույթների մասնակցելու եւ հրավիրվեցի Ֆիլիպիններ, Միս Երկիր Արմենիա որպես եւ ներկայացրեցի իմ Հայաստանը, իմ երկիրը, այո, արդեն Ֆիլիպիններում։ Եվս մի մշակույթի հետ եք էլի, ֆիլիպինյան մշակույթի հետ եք առնչվել, այսինքն բավականին իմ կարծիքով ձեր ներաշխարհը հարստացած կլինի թույլ տամ ասել։ Այո, այո։ Եվ դրանից հետո այս վերջերս 2025 թվականին Լեբանանում տեղ ունեցավ Միս Եվրոպա մրցույթը, որի մասին այսօր կխոսեմ։ Որի ժապավենը դուք կրում եք, չէ՞, փաստորեն։ Այսպես գեղեցիկ լայնորեն ցուցադրեք մեր ունկնդիրներին, թող տեսնեն եւ նաեւ հպարտանանք, որ մեր հայուհին, մեր հմայիչ հայուհին այսպիսի տիտղոսավոր մրցույթի է մասնակցել եւ հաղթել փաստորեն։ Ասեմ այսպես 24 երկիր էր ներկայանում եւ Հայաստանը հայտնվել է top 10-ում, այսինքն լավագույն 10-ում ենք հայտնվել, ինչը կարծում եմ արժանի հաղթանակ է, քանի որ իմ ջանքերի շնորհիվ, իմ տաղանդների շնորհիվ ես կարողացա Հայաստանը մտցնել top 10 եւ արժանացել եմ Miss Europe 2025 runner-up տիտղոսին եւ բերել եմ ինձ հետ այս գեղեցիկ թագը։ Ուզում եմ նշել, որ Միս Եվրոպա մրցույթը նա ունի պատմական նշանակություն, հիմնադրվել է 1927 թվականին եւ միավորում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներին։ Այսպիսով մրցույթի առանձնահատկություններից նաև նշեմ, որ մրցույթին կարող են մասնակցել 28 տարեկանից բարձր անձիկ, ամուսնացած կանայք, մայրեր եւ այսպիսով նրանք վերիմաստավորում են մրցույթը ավանդական չափանիշներից դուրս։ 18-ից մինչեւ Չէ, 28-ից բարձր անձիկ։ 28-ից։ Այսինքն կարելի է նշել տարիքային սահմանափակում չունի մրցույթը։ Ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետև միշտ սովորաբար մրցույթներում այդ ոնց որ լիմիտ կա տարիքային եւ շատերը տարիքի պատճառով չեն կարողանում մասնակցել կամ օրինակ ամուսնացած են, երեխաներ ունեն եւ
ցանկությունը կա, բայց հնարավորությունը չկա։ Իսկ միս Եվրոպա մրցույթը ինքը հնարավորություն է տալիս բոլորին փորձելու իր ուժերը ու ինքը ոչ միայն գեղեցկության մասին է, այլև մենք տարբեր մշակութային հարցեր ենք քննարկում, փոխանակվում ենք տարբեր ինֆորմացիաներով եւ նաեւ ուզում եմ նշել, որ այս մրցույթում մենք ունեցել ենք 2 ցուցադրություն եզրափակում երեկոյան զգեստ ենք ներկայացրել գեղեցիկ երեկոյան զգեստ եւ ազգային տարազը Ինչի եմ սա նշում, որովհետև այս մրցույթում մենք չունենք լողազգեստի ցուցադրություն, այստեղ էլ կարող ենք ասել, որ մարդու միայն կառուցվածքով չի որոշվում գեղեցկությունը, գեղեցիկ լինելը։ Այդ համաձայն եմ գեղեցկության, այսպես մի վերջնական ընդունված չափորոշիչ չկա, չէ, համաշխարհային չափորոշիչ չկա։ Ինչ են ասում, գեղեցիկ կամ հմայիչ, ասենք հմայիչ մարդը կարող է չլինել արտակնապես շատ համաչափ, չէ, բայց իր հմայքով շատ-շատերին ավելի շատ հետաքրքրվել, քան այսպես ինչ որ շրջանակների կողմից ինչ որ ավանդական պատկերացումներով ընդունված կամ չափորոշիչներով ընդունված գեղեցկուհին, խոսեցիք մի քիչ գնանք դեպի պրովոկացիոն դաշտ, մի քիչ լողազգեստներով այդ նկարահանումների մասին, այդ բաց տեսարանների համար, այսպես ասած, եղել են պահեր, եթե իհարկե գաղտնիք չի, դուք նկարվել եք որոշակի այսպես համեմատաբար բաց տեսարաններում եւ եթե այո, դա ձեզ չի խանգարել այսպես մեր հայ հասարակության մեջ շփվելու, հայ հասարակության մեջ ճիշտ կոմունիկացվելու եւ ճիշտ ընկալվելու պահով, որովհետեւ սա կարծես թե այսօր էլ է, չէ՞ խնդիր։ Այո, Մանուկ ջան, ճիշտ եք ասում, իրականում ուղղակի պետք է հասկանալ, որ մոդել լինելը դա նույնպես մասնագիտություն է եւ եթե դու ընտրում ես այդ մասնագիտությունը, ուրեմն դու պետք է պատրաստ լինես նաեւ օրինակ լողազգեստով պոդիում բարձրանալու կամ նկարահանվելու, եթե դու դրան ավելի լուրջ ես վերաբերվում։ Իհարկե մեր հասարակության մեջ մի փոքր դժվար է, քանի որ կան կարծրատիպեր քննադատությունները շատ են, սակայն դա մոդելն է որոշում, նա կնկարվի, թե չի նկարահանվի, այսինքն ստիպողաբար չէ ոչինչ։ Բերեք, ասենք ունեք ընկեր ավելի այսպես իր առարկայական դաշտ կանք, ինքը չի ընդունի, չի հանդուրժի, որ դուք լողազգեստով նկարահանվեք, այսպես որ մի դաժան երկընտրանքի առաջ կանգնած լինեք, ասենք ընկերոջ կամքը կկատարեք, թե կընտրեք ձեր մասնագիտական, այսպես ասած, պարտականությունը կատարելու, շակերտների մեջ մի քիչ պարտականությունը, որտեղ դա նույնպես ընտրություն է, էլի, եւ դա հարցերի հարցն է, որովհետեւ այսպես կարող է մարդ իր ընկերոջը կորցնի, գուցե շատ թանկ, էլի, այստեղ խնդիր չեք տեսնում։ Դե կախված է կրկին ասեմ, թե ինչն է քեզ համար կարևոր։ Եթե դու դրան վերաբերում ես որպես մասնագիտություն, ապա կողակիցը պետք է հարգանքով մոտենա քո մասնագիտությանը։ Ու դրա մեջ ես անձամբ ինչ որ վատ բան չեմ տեսնում, օրինակ ես ինքս ունեցել եմ լողազգեստով նկարահանում արտասահմանյան բրենդի համար, ու իմ նկարները գնացել են Ամերիկա եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ, բայց կրկին նշում եմ, որ դա մոդելն է որոշում նկարահանվի թե չնկարահանվի, բայց նաեւ ընդունում եմ այն փաստը, որ մոդել լինել ու ունենալ գեղեցիկ կառուցվածք ցանկալի է, որ ամեն կերպ այդ գեղեցկությունը ցուցադրվի։ Դե եւ մոդել լինելը Մարիա ջան եւ ասենք դերասանուհի է, դուք նաեւ դերասանուհի եք, դերասանական կրթություն ունեք, չէ, մեր հասարակության մեջ այսպես միանշանակ չի ընկալվում, գոնե այն այսպես ասած պահպանողական շրջանակների մեջ, չնայած դա պետք է արարքներով էլի բնորոշվի, ասենք ինչ վարքով եք դուք ապրում եւ ամոթ նրան, որ պարզապես դերասանուհի լինելը արդեն դիտարկում է որպես անբարոյականություն, չէ, այսպեսի նույնիսկ ծայրահեղական մոտեցումներ էլ կան։ Եթե դերասանուհի ես, ուրեմն արդեն լավ վարքի տեր չես։ Եթե մոդել ես, ուրեմն արդեն լավ վարքի տեր չես։ Ուրեմն այն լավ պահպանողական շրջանակի տղաները քեզ կարող են նայել այլ հայացքով։ Բայց իրականում կարևորը դրսևորումն է, չէ, ինչ կարծիքի եք, ասենք օրինակ հիմա դերը կարող եք, ասենք ինքներդ հմայիչ արտաքին ունեք, կարող են ձեզ առաջարկել ռեժիսորները սիրային տեսարանում խաղալու ֆիլմում, ասենք օրինակ դարձյալ բարդույթ չի առաջանում։
Մանուկ ջան, քանի որ խոսեցինք բարոյականությունից, ուզում եմ նշել, որ դա մարդուց է գալիս, եթե դու ներքուստ ունես բարոյական արժեքներ, ունես պրինցիպներ ու հետևում ես դրանց, ապա դա չի խանգարում քեզ, այսինքն դու գնում ես քո նպատակի հետևից, քո երազանքի հետևից, չխախտելով քո պրինցիպները, քո բարոյականությունը։ Դա ինձ համար առաջնային է եւ միանշանակ ես հետևում եմ այդ ամենին։ Բայց կարելի է չէ մի քիչ զսպել, էլի, չէ, որոշակի օրինակ ես էլ իմ որոշակի կարիերայի ընթացքում ունեցել եմ բան, երբ որ իմ զուգընկերուհին այդ տեսարանը, ընկեր ունենալով ընկեր, այդ տեսարանում խնդիր է ունեցել խաղալու եւ այդ տեսարանը կարելի է մի քիչ վերափոխել, որովհետեւ կարևորը անձնային փոխհարաբերության շատ այսպես բաց սեքսուալ բնույթը չի, կարևորը չէ, ավելի փոխհարաբերության իրական բնույթն է, երբ որ ցույց տաս այդ երկու անձերի, չէ, ճիշտ փոխհարաբերությունը, անձնային ճիշտ փոխհարաբերությունը եւ պարտադիր չի ամեն ինչը միայն մերկ վիճակների մեջ դնել։ Հա, իհարկե, եթե դրությունը այդպիսի կրիտիկական վիճակում է, այդ դեպքում արդեն իսկ որպեսզի չնեղացնես կողակցիդ, պետք է ընտրես կամ կարիերան կամ հարաբերությունները։ Այդ դուք կընտրեիք, էլի մի քիչ բարդ հարց եմ տալիս ձեզ, այդ դուք կընտրեիք կարիերան, թե դուք կընտրեիք բանը, թե որոշակի սահմանափակում կմտցնեիք եւ կասեիք, լավ, էլի թող եւ արվեստը չտուժի եւ թող չտուժի նաեւ որոշակի այդ թեկուս այդ պատկերացումը, եթե կարող է ձեր ներքուս ձեզ համար այնքան էլ ընդունելի չի, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ որոշակի իմաստով պահպանողական հասարակության մեջ ենք ապրում, պահպանողական, որը դուք կընտրեիք, եթե իհարկե գաղտնի։ Շատ բարդ հարց եք տալիս, բայց ես ունեմ նաև դրա պատասխանը, անձամբ իմ փորձից ժամանակին ես ընտրեցի իմ անձնականը եւ արդյունքում փոշմանեցի։ Դրա համար ներկապային կասեմ, որ ընտրում եմ իմ կարիերան։ Չնայած նրան, որ հետագայում եթե ընտրություն կատարեմ, կկատարեմ այնպիսի ընտրություն, որպեսզի իմ ընտրությունը չխանգարի իմ կարիերային եւ իմ երազանքներին։ Ինչ ծրագրեր ունեք ապագայի համար, ես սիրով ձեզ սրանից առաջարկել եմ նաև համագործակցել մեր մեդիայի հետ, ինչպիսի հաղորդումներ, ինչպիսի մեդիա թողարկումներ պիտի լինեն, որ այսօրվա մեդիային կարծես թե նոր շունչ տան, նոր ոգի տան, նոր բովանդակություն տան, ինչի կարիքը եւ ինչ դուք կմցնեիք, եթե ասենք կարողանայիք տնօրինել որևէ մեդիա։ Բազմազանություն, այսպես ասած, այդ քառակուսուց դուրս գալու հնարավորություն, հետաքրքիր ինչ-որ ծրագրեր, լինի ժամանցային, լինի կիսամշակութային, չգիտեմ, կուզենամ, որ եկեք շեշտը դնենք մշակութային ու կուզենամ, որ ինչ-որ հետաքրքիր ծրագիր լինի, որը որ ես սիրով կուզենամ վարել այդ ծրագիրը, քանի որ նաև շատ եմ ճանապարհորդում ու տարբեր մշակույթների հետ եմ ծանոթանում, կցանկանամ համեմատություններ տանել տարբեր մշակույթների, տարբեր երկրների հետ եւ այնտեղի լավը բերենք, փորձենք բերել մտցնել մեր հայկական մշակույթի մեջ։ Ավելի համադրելու կողմնակից եք, իսկ ավելի այսպես ասած հիմա երկու մոտեցումներ կան։ Սա էլ ասենք ու այսպես ասած փորձենք գնալ դեպի եզրափակում։ Ավելի կընտրեիք մի քիչ ոչ հայալեզու բառով ասած շիրպատրեպ մշակույթը մեդիայի այսպես ասած այնքան որ դիտումները շատ լինեն, այս էլ է չէ կարևոր խնդիր, այսօր դիտումների վրա են չէ շատերը աշխատում, այ մի բան անենք շատ դիտումներ ունենանք, թեկուզ ոչ լավ բան, ոչ բարոյականության այսպես նույնիսկ կարմիր գծերը արհամարող ինչ որ մի բան, բայց դիտումները շատ լինեն։ Թե դուք կգնաք ավելի բարձր այսպես հոգևոր մշակութային արժեք ստեղծելու ճանապարհով, թեկուզ եւ սկզբնական շրջանում թեկուզ դիտումները այնքան է շատ չլինեն։ Ես այսպես ասեմ, ինձ համար որակը ամենաառաջնայինն է, եթե ես ինչ-որ մի բան անում եմ, ես պետք է որակով անեմ, կամ ընդհանրապես չանեմ։ Ու հավատացեք, որ եթե դու քո աշխատանքը որակով անես, այդ դիտումները գնալով կշատանան ու կգան այն որակով դիտողները, որոնք նաև գնահատում են այդ որակյալը։ Դրա համար ինձ համար որակը ավելի կարևոր է, իհարկե այսօրվա մեդիա դաշտում դիտումների քանակն էլ է շատ կարևոր, բայց ինձ համար ես հետևում եմ այս ցիտատային ռուսերեն ասեմ, «Неважно количество, а качество»։
այդ հարցում եմ ձեզ այդ համակարծիք, որովհետև ավելի լավ է այսպես ասած շիրպատրեպ այդ մտայնությունը մի տեսակ մի կողմ դնենք, գնանք որակի հետևից իմ կարծիքով, իսկ որակը գնահատողներ կգտնվեն։ Կամաց կսովորեցնենք որակին։ Այո։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին ձեր բոլոր ստեղծագործական հղացումների մեջ, ձեր բիզնեսում հաջողություններ եմ ձեզ մաղթում եւ կարծում եմ, որ ձեզ հետ համատեղ կարող ենք հետագայում մտածել հետաքրքիր նախագծեր իրականացնելու ուղղությամբ։ Սիրով։ Այնպես որ շնորհակալություն, որ նորից որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մանուկ ջան, շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ մոդել դերասանուհի հաղորդավարուհի Մարիա Շուքուրյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդհանրապես, եթե դժվար չէ, սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը։ Լավ եղեք, ամենալավն ու բարին ձեզ։